Ձմեռն այս տարի մոտ 1 ամսով շուտ եկավ, այն որ տեղումները այս տարի նորմայից ավելի են լինելու եւ սկսվելու էին նոյեմբերից, սա կանխատեսել էին օդերևութաբանները, ինչ մնում է անցած օրերին գրանցված ցածր ջերմաստիճանին, այն անժամանակ էր, վերջին 10 տարվա ընթացքում նոյեմբեր ամսին 18-ից 20 աստիճան ցուրտ չէր գրանցվել։ Ամենացածր ջերմաստիճանը Գյումրիում գրանցվել է նոյեմբեր ամսին -24 աստիճան 1983 թվականին։ Իսկ այս սառը հոսանքները, որի պատճառն էր հյուսիս-արևմուտքից ներխուժած սառը հոսանքները, ամսի 12-ից 13-ը կտրուկ ջերմաստիճանի նվազում բերեցին 12-ից 14 աստիճանով։ Այսօրվանից սկսած եղանակը ըստ կանխատեսումների կտաքանա, իսկ ջերմաստիճանի կտրուկ անկումը անակնկալի բերեց հատկապես սոցիալապես անապահով պայմաններում բնակվող գյումրեցիներին։ Տնական թաղամասերի շատ բնակիչներ անգամ չէին հասցրել պատրաստվել ձմռանը։ Ռիմա Պետրոսյանի ընտանիքը չէր հասցրել անգամ վարելափայտ ձեռք բերել։ Վարելափայտի խնդրանքով նա դիմումներ էր հասցեագրել քաղաքային ու մարզային իշխանություններին, պատգամավորների ու կուսակցության ղեկավարներին եւ սպասում էր նամակների պատասխաններին, սակայն ավելի շուտ ձյունն եկավ։ Ընտանիքը ի վիճակի չեղավ վարելիք գնելու։ Տարիների առաջ եղել որ ամուսինս գնացել արտագնա աշխատանքի, բայց հիմա հնարավորություն էլ չկա, օրա կոնեսենք տոմս վերցնենք, որ էստա հնարավորություն չկա։ Ախր այնտեղ այնպես էլի որ էստասել կարող է լրիվ առանց գումար մնա, այնտեղից հետ կալնի ծեվի եղնի։ 6 հոկանոց ընտանիքը 4 անչափահաս երեխաներով եւ ամուսիններով տեղավորվեցին տնակի մի անկյունում։ Այնտեղ վառարան են տեղադրել եւ տաքացնելը ավելի հեշտ է։ Այստեղ տեղն է։ Այստեղ փոքրիկ բալիկս կքնի, այստեղ մեծ որդիս կքնի, այստեղ քույր ու եղբայր իրար հակառակ քնին, դեղը ես ու ամուսինս։ Այս տարի մեր ծառն են կտրել։ Տեսնենք, կտկանը կվառենք, տեսնենք մինչև Աստվածմետ ուրեմ կփածե ինչ խեղնի։ Հա, օրական տղեկս դասից կուկան կկտրեն մե տազիկեմ, տկանով պիտի բավարարվենք այդ մի օրը։ Դուսյա Մելոյանի եւս անակնկալի բերեց այն ժամանակ ձմեռը։ Ծառի ճուկին եմ, ջարդեի կաբել եմ, սպես կաբուրսներ եմ եղել, սիգե այս վերջում այս չամադան բանը կկոդրեմ, այս զիվիլները կբարինք, մինչև խանութից եմ բերել, խոսքի գնացել եմ հարևանի տունը, տեսել եմ շիշը սոգ են խմել, սոգի շշերն եմ հավաքել բերել, ինչ այս պլաստմասները կբերել։ Տիկին Դուսյան սովորաբար մենակ է բնակվում թորնուհու հետ միասին, սակայն այստեղ որոշել են տեղափոխվել նաև հարազատներ, որպեսզի ձմռանը վառելիք տնտեսեն։ Մի հավաքում ենք այստեղ, մենք հարազատներ ենք, բարեկամներ ենք։ Ապրում ենք մի կերպ, մինչև տեսնենք ինչ կլինի։ Կարունը մինչև կա։ Ես երեք բանը ջերմաչափը դրել եմ, բանը հանգից 12 էր բաներ, գիշերը 12 աստիճան էր։ 80-ամյա Վալոդիա Սարգսյանը որոշել է ձմռան կեսին հեռանալ քաղաքից։ Նա պատմում է, որ բոլոր հարազատները արտեշ կրում են ու ինքը գնում է Մոսկվայում բնակվող եղբորորդիների մոտ։ Հավելենք, որ տնակներում ապրող շատ ընտանիքներ էլ վառելափայտ չէին գնել, հույս ունենալով տեղափոխվել նոր բնակարաններ, բարձրաստիճան պաշտոնյաների տված երաշխիքներով։ Այս տարի նրանք ձմեռն ու նոր տարին դիմավորելու են նորակառույց բնակարաններում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։